Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին օրենքի նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ներկայացրել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Նա նշել է, որ նախաձեռնության նպատակն է լուծում տալ տարիներ շարունակ կուտակված խնդիրներին, սահմանելով հստակ իրավական կարգավորումներ, ուղղված անհայտ կորած անձանց, նաև նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությանը։ Օրենքի նախագծով հստակեցվում է անհայտ կորած անձ հասկացությունը, ընդգրկելով ոչ միայն զինծառայողներին, այլև կամավորներին և քաղաքացիական անձանց, որոնք անհետացել են ռազմական գործողությունների, ծառայողական պարտականությունների կատարման կամ դրանց հաջորդած 6-ամսյա ժամանակահատվածում։ Նախագծով սահմանվում են անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքի անդամների իրավական վիճակը, նրանց իրավունքները, հետախուզման մեխանիզմները, նաև վնասի հատուցման և պետական աջակցության հնարավորությունները։ Նախագծով նաև սահմանվում են անհայտ կորած անձի հետախուզման համար դիմում ներկայացնելու ընթացակարգը, հետախուզման գործընթացին առնչվող դրույթներ, հետախուզման դադարեցման դեպքերը։ Այսպես նախագծի իմաստով անհայտ կորած անձի հետախուզման դիմումը ներկայացվում է լիազոր մարմին, ընտանիքի անդամի, պետական մարմնի կամ հասարակական կազմակերպության կողմից, որից հետո անհայտ կորած անձին վերաբերող տեղեկությունները մուտքագրվում են համապատասխան ռեեստր։ Օրենքում ամրագրվել է, որ լիազոր մարմինը հարցումներ է ուղարկում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, միջազգային մարդասիրական կազմակերպություններին, որոնք կարող են տիրապետել անհրաժեշտ տեղեկատվություն։ Սա ենթադրում է, որ որոնողական աշխատանքներ, որի ժամկետները կարող են երկարաձգվել, սակայն սահմանված է, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելուց հետո առկա վիճակի մասին 15-օրյա պարբերականությամբ տեղեկատվություն պետք է ներկայացվի լիազոր մարմնին։ Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն։ Նույն նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են նաև ճանապարհային երթևեկության ոլորտին առնչվող օրենսդրական փոփոխություններ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ առաջարկվում է կարգավորել Հայաստանի Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով օտարերկրացիների կողմից իրականացված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը։ Նախագծով նախատեսվում է, որ տուգանքները կծանուցվեն նաև օտարերկրացիներին, իսկ դրանց վճարումը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի սահմանային անցակետերում։ Առաջարկվող փոփոխությամբ առաջարկում ենք այս մասին տեղեկությունը փոխանցել սահմանային անցակետեր եւ անձանց ծանուցել սահմանային անցակետերում, որպեսզի օտարերկրացիները հնարավորություն ունենան այս պարտավորությունները մարել երկրից դուրս գալուց։ Եթե օտարերկրացին արդեն իսկ դուրս է եկել, հաջորդ մուտքի պարագայում նա սահմանին կծանուցվի այդ հնարավորության մասին, եթե ուրեմն անձը կմարի, ապա մուտքի հետ կապված խնդիրներ չունենա, եթե անձը չի մարի, կունենա չմարված պարտավորություններ, կունենա մուտքի արգելք 1 տարով, դա արձանագրված է նշված օրենքով։ Քննարկվել է նաև օտարերկրացիների մասին և գիծ օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ նախատեսվում է ամբողջությամբ թվայնացնել օտարերկրացիներին տրամադրվող կացության բոլոր կարգավիճակի տրամադրման գործընթացը։ Արմեն Ղազարյանի խոսքով Հայաստանում կգործի նաև աշխատանքային վիզայի նոր տեսակ՝ պայմանավորված աշխատանքային միգրացիոն հոսքի աճով։ Առաջարկվել է փոփոխել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, այն 2026 թվականի օգոստոսի 1-ից տեղափոխելով նոյեմբերի 1-ը։ Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին։ Պատգամավորը նշել է, որ ներկայում արտասահմանում բնակվող և հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 քաղաքացի չեն վերադառնում Հայաստան ազատազրկման անխուսափելիության պատճառով։ Այս պահին ունենք 18-ից 27 տարեկան, այսինքն բանակում չծառայելու համար հետախուզվող 18-ից 27 տարեկան 4384 անձինք, ովքեր կարող են վերադառնալ եւ անցնել պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք 27-ից 37 տարեկան հասակում, այսինքն այսիմ օրենքի սահմաններում 4076 քաղաքացիներ, բայց նրանց մի մասին նախորդ օրենքից կարող է օգտվել, մի մասը անգամ օգտվել։ Եվ ունենք շուրջ 2000 հետախուզման մեջ գտնվող անձինք, ովքեր 37-ից 57 տարեկան հասակում են։ Ինչու եմ առանձնացնում 37-ից 57 տարեկաններին, որովհետև նրանք որ պահին վերադառնան Հայաստանի Հանրապետության, քրեական գործը կկարգվի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Քանի որ շարունակվող հանցագործություն է բանակում չծառայելը 18-ից մինչև 27 տարեկանը շարունակում է հանցագործությունը եւ հանցագործության ավարտը 27 տարին է, 27 տարեկանից հետո 10 տարի հետո վաղեմության ժամկետը համարվում է ավարտված։ Եվ այս մեր անձինք, ովքեր օրինակ ունենք 1988 թվականին ծնված
37 տարեկան 167 տղա, ովքեր որ պահին վերադառնան, նրանց քրեական գործերը կկարգվի, որևէ գումար չեն վճարի, անգամ 57 տարեկան տղամարդ ունենք, ով հետախուզվում է այսօր, որ պահին վերադառնա, քրեական գործը կկարգվի։ Պատգամավորն առաջարկել է 27-ից 37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն տալ ազատվել քրեական պատասխանատվությունից, կամովին վերադառնալով Հայաստան եւ ընտրելով 5 տարբերակներից մեկը՝ ծառայել 24 ամիս, ծառայել 12 ամիս եւ վճարել 2.5 միլիոն դրամ, ծառայել 6 ամիս եւ վճարել 5 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս եւ վճարել 10 միլիոն դրամ, զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 միլիոն դրամ պետական բյուջե։ Հայկ Սարգսյանը նշել է, որ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է 200 քաղաքացի։ Նախագծի ընդունումն ըստ հեղինակի թույլ կտա միաժամանակ լուծել ինչպես սոցիալական, այնպես էլ ֆինանսական խնդիրներ, խնայելով պետական բյուջեի զգալի միջոցներ։ Կառավարությունը ներկայացված նախաձեռնության վերաբերյալ առաջարկներ չունի։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտնել է, որ կարգավորումներն ընդունելի են։ Արդյունքում Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը բոլոր քննարկված օրենսդրական նախաձեռնություններին տվել է դրական եզրակացություն եւ առաջարկել դրանք ներառել Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստի օրակարգում։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։